Տասարդը, որի մասին դուք խոսում եք, բերել է 3 պատերազմ, բերել է 5000 զոհ, բերել է 3000 տարվա հայկական տարածքը հայկականացնելու, դատարկելու, ցեղասպանական գործընթաց կազմակերպելու մեղավոր։ Եվ ինքը խոսում է այդտեղ այլի ցինիկությունը, լպիրշությունը, մեղադրում է այդ նույն բանը անելու համար իր դիմացիներին։ Ինքը գլխավոր գերագույն հրամանատար է, ամբողջ զորքերը իրան ենթարկվում են, ամբողջ աջակցությունը ունի, տիրապետում է ամբողջ հնարավոր ինֆորմացիային եւ միջոցներին, եւ ինքը հայտարարում է, որ այդ ամենի կորուստի մեղավորներ ուրիշ են։ Էս նա դեմ ինչ խոսեմ։ Բա դու ով ես, դու մեղի գլուխ ես, դու մի հատ պրապորշիկ ես այդ բանակում, ու դու լեկտիորեն հայտարարում ես, որ այդ ժողովուրդը խուսափել է, փախել է, այդ հերոսական ժողովուրդը, այդ նույն ժողովուրդը ոնց եղավ 92-ին հաղթեց, 93-ին հաղթեց, 94-ին հաղթեց, ապրեց, ծաղկացրեց Լաչինը, Քալբաջարը, մնացած տարածքները, այդ ոնց եղավ, որ քո օրոք իր ամբողջ ղեկավարությունը նաև քո լուր համաձայնությամբ Բաքվի բանտերում են ու դրանց ասում ես ճողոպրել են։